Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ Վառնայից տեսակապի միջոցով մեզ է միացել Տեր Արմեն Քահանա Մելքոնյանը։ Բարև ձեզ Տեր Արմեն։ Բարև ձեզ Երմինե ջան, ողջունեմ ձեզ եւ ձեր բոլոր ունեցիներին։ Տեր Արմեն, ազգային ժողովում լսումներ են, այսպես ասած, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, որոնց թվում են նաև Աջապահյանը եւ Գալստանյանը։ Գալստանյանը կալանավայրից անգամ կոչով է հանդես եկել, իրեն շատ հատուկ քաղաքական տեքստ է դա հիշեցնում, ոչ այնքան հոգեվորի մասին է, որքան քաղաքականի, բայց ամեն դեպքում ասում է, եսերը մի կողմ թողնելով պետք է լծվել միայն եւ միայն մեր պետության ազատագրության գործին։ Նախ ումից եւ ինչ է ազատագրում Գալստանյանը եւ արդյոք կիսում եք այդ տեսակետը, որ Գալստանյանը եւ Աջապահյանը քաղբանտարկյալներ են։ Այսինքն ես մի բանի եմ զարմանում Երմինե ջան, որ մինչև այսօր Գալստանյանը մանավանդ, որ ինքը գարկալույց չի հռչակվել, որովհետև նախ ըստ մեր եկեղեցու կանոնադրության, երբ որ որևէ մի հոգևորական զբաղվում է քաղաքականությամբ, անմիջապես պետք է գարկալույց արվի։ Հիմա սա կանոնական կողմն է, որ ինձ թվում է այսօրվա մեր հոգևորականներին չի հետաքրքրում այդ եկեղեցական կանոնական կամ հոգևոր կողմը, որովհետև իրենք ամբողջությամբ հոգևորը թողած մեկ կողմ, իրենց առաքելությունը թողած մեկ կողմ, միայն ու միայն զբաղվում են քաղաքականությամբ եւ հակապետականության իրենց աշխատանքով։ Հիմա իրենք քաղբանտարկյալ են, այսինքն ես չեմ հասկանում, ինչ է նշանակում քաղբանտարկյալ։ Քաղբանտարկյալ, այսինքն մեկը, որ ունի քաղաքական ուղղվածություններ, որոշ ուղղվածություններ, եւ այդ խոսքի ազատության համար ինքը բանտարկվում է կամ ազատազրկվում է։ Բայց մենք գիտենք այս բարակային, որ հարցը քաղաքականության կամ քաղաքական ուղղվածության մասին չէ։ Հարցը այստեղ ուղղակի ոչ թե միայն հակապետական աշխատանքներ էր կատարվում Գալստանյանի կողմէ, այլ նաև մենք այնտեղ տեսանք տերոր։ Այսինքն ինչ է նշանակում մեկը անկախ նրանից թե ինքը հոգևորական է, ես այդ հարցը ուզում եմ առանցին անդրադառնալ այդ հարցին, բայց մեկը, որ ինքը սպառնում է իր ժողովրդի խաղաղ կյանքը եւ ասում է ինչ որ նռնակներով, ինչ որ անիվներ դրակցնելով, ինչ որ հրտեհներ անելով ավտոբուսների մեջ եւ այլն, այսինքն սրա քաղբանտարկյալ լինելը որ մեկն է, սա ուղղակի տերոր էր պատրաստում ինքը եւ իր համախոհները եւ այդ պատճառով է որ ինքը այսօր անազատության մեջ է։ Թե չէ ես այսօր գոնե չեմ ճանաչում մեկը, մանավանդ վերջին 7 տարիներին, որ մենք ապրում ենք ազատ անկախ հայրենիքում, որ ինքը իր խոսքի ազատության համար բանտարկված է եղել։ Նախկինում ես ճանաչում եմ մարդիկ թեկուզ եւ Բելգիայից, որտեղ ես ապրում եմ, որովհետեւ արտահայտված էին նախկին նախագահի դեմ Սերժի դեմ, մարդիկ ուղարկեցին, այստեղ իրան լավ ձեծեցին եւ հետո այդ ձեծված վիճակով ինքը ելավ եւ ներողություն խնդրեց եւ ոտն ու ցերը ընկավ նախկին նախագահին, որ իրան ների։ Այնպես որ ասելը, որ Գալստանյանը ինքը քաղբանտարկյալ է, դա հեյուրանք է եւ դա չի համապատասխանում իրականությանը։ Իսկ անդրադառնալով հոգեվոր կողմին, դու որպես հոգևորական դու իրավունք չունես մտնելու քաղաքականության մեջ եւ մեկ կողմը պահելով ըմպոստանալ մյուս կողմի դեմ։ Ի վերջո, սրանք բոլորը քո հոտն են, քո ժողովուրդն են, եւ դու բարդավոր ես համերաշխություն կարոզել, բարդավոր ես աղոթել երկու կողմի համար, որպեսզի Աստված խաղաղություն տա։ Ես գիտեմ, որ իմ այս խոսքը իրենց համար հավանաբար հիմարություն համարվի, որովհետև ինչպես ասացի իմ խոսքի սկիզբը, նրանք չեն հավատում իրենց առաքելությանը։ Այսօր մեր եկեղեցին միայն ու միայն մխրջված է քաղաքականության մեջ եւ ուզում են իրենց հին բարքերը վերադարձնել, այնինչ որ այս օրերին իրենք զրկվեցին նրանից։ Ո՞րն է այդ հին բարքը։ Հին բարքերը որոնք են։ Հին բարքերը օրինակի համար մենք գիտենք բոլոր եպիսկոպոսները, առաջնորդները ունեին դիվանագիտական պասպորտ եւ այդ պասպորտով ազատ շարժվում էին, տեղաշարժվում էին ամբողջ աշխարհով մեկ։ Եվ երբ որ մեր նոր կառավարությունը, ղեկավարությունը եկավ, ասեց, որ դուք ինչու պետք ունեք այդ դիվանագիտական պասպորտներին եւ այդ պասպորտները նրանցից վերցրեց։ Օրինակ համար նախկին պարկերը, որ կաթողիկոսը ուներ իրեն ուղեկցող երկու պետական մեքենաներ, որ հսկում էին իր անվտանգությունը եւ մեր վարչապետը դա վերցրեց։
ասես դու որպես հայոց կաթողիկոս Հայաստանի մեջ ապրելով դու քեզ ումից ես պաշտպանում դու քեզ պաշտպանում ես քո ժողովրդից որ քեզ պետք է սիրի հարգի եւ այսպիսի զանազան բարգեր որոնք եթե սկսենք նրանց մասին խոսել եւ տվարգել այս ոչ այս ետերը ոչ մյուս ետերներն էլ բավարար չեն լինում այնպես որ շատ հստակ է բարձ մեկ նախատեսությամբ այսօրվա եկեղեցական իշխանությունը գարոդում է իր նախկին պարկերին եւ ամեն ինչ անելու է որովհետեւ այդ իր նախկին պարկերը յետ վերադարձնի եւ չի ստացվելու որովհետեւ այսօր մեր ժողովրդի աչքերը բացվեցին այսօր մեր ժողովուրդը տեսավ դարբերությունը ապրելու ազատ եւ անկախ եւ ինքնիշխան երկրի մեջ եւ ապրելու որպես ստրուկ նախկին ժամանակ Տեր Արմեն, նաև 3 մայր աթոռում հրավիրվել էր եպիսկոպոսատ ժողով, որին մասնակցում էին բոլոր 20 եպիսկոպոսները, մամուլում նաև այդպիսի հրապարակում եղավ, որ Արշակ Սրբազանի հարցն է քննվելու, գիտեք տևական ժամանակ է այդ հարցը այսպես ուշադրության կենտրոնում է իբրև թե մայր աթոռի, բայց կարծես թե տեղից չի շարժվում։ Ամեն դեպքում ըստ ձեզ իսկապես եպիսկոպոսած դասը եւ այդ ժողովները միտված են եկեղեցին մաքրելու գործընթացին, եթե այո, ապա ինչու են այսպես հապաղում Արշակ Սրբազանի մասով որոշում կայացնելու առումով փոխարենը թիրախում են հայտնվել 2 սրբազանները, գիտեք, որոնք մասնակցել են Նիկոլ Փաշինյանի կողմից այդ զուգահեռաբար եղել են այն եկեղեցիներում, որտեղ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է պատարագի։ Այսինքն ինչու մի կողմից շատ արագ կարգալույծ են հռչակվում բոլոր այն քահանաները, ովքեր մատուցել են պատարագ, երբ վարչապետը գնացել է տարբեր համայնքներ, եկեղեցիներ, մյուս կողմից Արշակ Սրբազանի հարցով տեսնում ենք, որ նույն շտապողականությունը չկա։ Նայեցեք Երվիներ ջան, նախ ես ուզում եմ ձեր ուշադրությունը սևերել երեկվա մի կադրից, որտեղ նկարահանված է, որ Գևորգ Սրբազանը մտնում է ժողովական դահլիճը։ Եթե այնտեղ մեր ունգընտիրները եւ դուք ուշադրություն դարձնեք, վիդեսնեք, որ այդ ընթացքին, որ Գևորգ Սրբազանը մտնում էր ժողովասրահ, այնտեղ ներսի եպիսկոպոսներ կային, որոնք ծիծաղում էին, քեֆ էին անում, ոնց որ իրան չի վերաբերում հարցը։ Սա մեկ, իսկ եւ որ Գևորգ Սրբազանը ներս մտավ, բոլորը միանգամից լրջացան եւ որ թուրը բացվեց, եւ Գևորգ Սրբազանը մտավ, բոլորը միանգամից լրջացան եւ սուքի պատկեր եղավ։ Այսինքն սա բեմադրություն է։ Ես զարմանում եմ, նախ ես ուզում եմ իմ զորակցությունը հայտնեմ մեր այդ թղթագիտներին, որոնք այնտեղ ներկա էին եւ բոլորը ասենք բան էին, այդ թղթագիտները այնտեղ իշխանության հագարակ լրատվամիջոցներ էին, որոնք գնացել էին այնտեղ եւ սպասում էին այդ բաղին եւ սպասում էին ինչ որ մի լուր առնելու։ Ախր դուք չսովորեցիք։ Երբևիցե դուք այդքան դարիներ 26-27 դարիներ եպիսկոպոսական ժողովներ են տեղի ունենում մայր աթոռին։ Երբևիցե դուք մի լուրջ հայտարարություն լսել կամ գարտացել եք մայր աթոռի էջում։ Սա ուղղակի բեմադրություն է։ Սա ժողովրդի աչքին թոս տապելն է, փչելն է, որովհետեւ բարձրապես ժողովուրդը տեսնի, որ ինչ որ մի բան անում։ Մի սպասեք ոչ մի լուրջ արտահայտություն, ոչ մի լուրջ որոշում, որովհետև այս մարտիկը ախր օրինակներ կան, ժողովրդական խոսքեր կան, որ այսինքն անհարմար է օգտագործել, բայց ես պիտի ասեմ, սրանք նմանում են այծին, եւ այծը իր ամոթը բաց է, եւ չեն կարող իրար ծածկել, այլևս այդ ծածկոցները վերացած են, այնպես որ սիրելի Երմինե ջան, մի սպասեք ոչ մի լուրջ որոշում մայր աթոռից, որովհետև բոլոր եպիսկոպոսները անխտիր մխրջված են ցեխի մեջ, ում պատժեն, ով է պատժողը, ով է որոշում առնողը, եթե տեսակ վերջին նամակը, որ հայտարարվեց, որ յանում եպիսկոպոսներն էին ստորագրել, այնտեղ ասում է թիմում են ամենայն հայոց կաթողիկոսին, որ մենք այսպես ենք նկատում, սպասում ենք ձեր որոշ։ Ախր ով է անողը, ով է որոշողը, ով է թիմողը։ Վարչապետը շատ գեղեցիկ խոսք է ասում,
ասում է, որ այն րոպեից, որ Գարեգին երկրորդը դրժել է իր գուսագրոնության ուխտը, ինքը այլևս դառնում է մեզ համար գդրիչ Ներսիսյան, ում եք դիմում, ոչ նրա դված գարկը գարկ է, ոչ նրա դված գարկալուծման որոշումը որոշում է, ոչ մի բան այդ մարդը, այդ ժողովը իզորու չեն առնելու, որովհետև այս մարդիկ թատրած են այլևս առաքելական եկեղեցվո հետևորդ կամ եպիսկոպոս կամ իշխան ըլլալե։ Ես ձեզ ավելի նսեմ, մենք ունենք մի սկզբունք, որը գոչվում է առաքելական հաջորդականություն։ Մենք միշտ հվարդանում ենք, որ մենք որպես հայ առաքելական եկեղեցի ունենք առաքելական հաջորդականություն։ Դա սուտ է այլևս, այսօր զրեացած է առաքելական հաջորդականություն, այսին առաքյալները ցերնատրությունները տվել են, փոխանցել են, հասել է մինչև մեր օրերը։ Մենք կորցրել ենք այդ առաքելական հաջորդականությունը։ Եվ ես ձեզ մի հատ բուժուր օրինակ տամ։ Երբ որ վերջերս մի քանի տարի առաջ ուսումնասիրում էին մգրդության խորհրդի հարցը, թե արդյոք մենք ընդունում ենք ավետարանական եկեղեցու կամ անգլիկան եկեղեցու մգրդությունը կամ ոչ, այնտեղ շատ գեղեցիկ մեկ հատված կա։ Այնտեղ ասում է ընդունում ենք պայմանով, որ այդ խորհուրդը կամ մգրդությունը կատարող քահանան միասերական չլինի կամ իգական սերի չպատկանի։ Եվ երկրորդ հատվածը ասում է, եթե նույնիսկ քահանան միասերական չէ եւ դղամարդ է, պիտի հետ գնանք եւ տեսնենք նրա ցերնատրող եպիսկոպոսը, եթե միասերական էր կամ իգասեր էր, իգական էր, այսինքն նրա մգրդությունը չենք ընդունում։ Սա իրենց որտեղած կանոնադրությունն է։ Եվ ես այսօր ասում եմ, այն հոգևորականները, որոնք այսօր ցերնատրված են իգասեր միասերական եպիսկոպոսի ցերկով, այդ ցերնատրությունները վավեր են կամ վավեր չեն, փաստորեն ըստ ծեր կանոնին անվավեր են։ Այսօր մենք ինչքան ունենք հոգևորականներ, որոնք քահանայական ցերնատրություն են ստացել միասերական եպիսկոպոսից, անբարո եպիսկոպոսից, անաստված եպիսկոպոսից, նրանք վավեր են եւ դեր Արամի ու դեր Դատեի ու դեր չգիտեմ ինչի գադարած խորհուրդները անվավեր են։ Այս ինչ խնդրագություն է։ Նրա համար ասում են, որ մենք առաքելական հաջորդականությունը հասցրինք 0-ի։ Դակավին չխոսեմ այն կանոնների մասին, որ ասում է, որ եպիսկոպոսը երբ որ ինչ որ մի ցերնատրություն պիտի կատարի, պետք է 3 օր ձոմապահություն անի եւ աղոթի եւ առանց նանավանքի մեջ հետո կատարի ցերնատրությունը։ Էլ ո՞ր մեկը խոսենք Էմինե ջան։ Ո՞ր մեկը խոսենք, սա պեմություն է ուղղակի։ Եվ ես այս խոսքին անդրադառնալով ես գոչ եմ անում մեր ժողովրդին եւ պատասխանատու գոչ եմ անում։ Սպասում էի, որ մեկ ինձ հետ այս հարցազրույցը անը, որպեսզի ես այս գոչը անեմ։ Մեր հավատացյալ ժողովրդին գոչ եմ անում, ըմպոստանալ եւ չգնալ եկեղեցի, չմասնակցել բադարակներին։ Այնքան ժամանակ, որ դվյալ եկեղեցվո հոգևորականը լուր է, ուրեմն ինքը համաձայն է դեղի ունեցած բղծություններին մայր աթորի մեջ։ Մասնակցեք միայն այն հոգևորականների բադարակներին, որոնք ըմպոստանում են մեղքի դեմ, որոնք չեն ընդունում ներկա իրավիճակը, իսկ մեկը եթե ցեն չի հանում, դա նմանում է, որ ինքը բիղադոսի նման լվանում է իր ցերկը եւ սպասում է, որ նժարի որ կողմը վեր պիտի բարձրանա, պիտի գնա այդ կողմը։ Այս է, սա չի կարելի, ուղղակի սա խայտարակություն է։ Ես չգիտեմ էլ ինչ ասեմ, էլ ինչի մասին խոսեմ։ Տեր Արմեն, եթե վերադառնանք Արշակ Սրբազանի հարցին, տեսեք շատ են խոսակցությունները, որ Արշակ Սրբազանը Գարեգին բեի ձեռքում եղել է մահակ, այսպես կոշտ ուժ, որի միջոցով Գարեգին բան տարբեր թեկուս քահանաների, տարբեր հոգևորականների ճնշում է բանեցրել նրա միջոցով։ Ինչ է կարծում, Գարեգին բան պատրաստ է հրաժարվել այդ մահակից, այդ կոշտ ուժից։ Այո, ես չգիտեմ ով ում ցերկը մահակ է դարձել։ Ես չգիտեմ։ Արդյոք Արշակն է դարձել, որ կամ Գդրիչն է դարձել, ես չգիտեմ։ Ես այն օրվան է, որ ես ծանոթացած եմ Էջմիածնի մթնոլորտին,
Ես գիտեմ, որ հարաբերությունները գդրիչի եւ արշակի միջև երբեք լավ չեն։ Երբեք լավ չեն եղավ։ Չգիտեմ ինչ ընտանեկան գաբեր կան, ինչ խնդիրներ կան, դա ինչի հետաքրքրում, որովհետև ինչ որ փաստված չէ, նրա մասին չեք կարող անդրադառնալ։ Բայց այս ոչ թե միայն այս երկուսը, մեր եկեղեցվո ներքին կյանքի մեջ խոսքը հոգևորականած կյանքի մասին է։ Տշնամանք կա, մեկը մույսին տշնամի է, մեկը մույսին դանել չի կարող։ Եվ մենք կոչվում ենք եկեղեցի, եւ մարդիկ բարձրացնում են, որ պետք է մեր եկեղեցին պաշտպանենք, պետք է մեր եղբայր ինչու պաշտպանեց, ումից պաշտպանես։ Մենք այսօր պետք է եկեղեցին պաշտպանենք եկեղեցականից, հոգևորը պաշտպանենք հոգևորականից, որովհետեւ ինչքան որ մեր եկեղեցականները վնաս հասցուցին այս վերջին 26 տարիներին մեր եկեղեցուն, ոչ մի տշնամի այդ վնասը չի հասցրել։ Սրանք կանտեցին եկեղեցին, կանտեցին եկեղեցվո հիմքերը, կանտեցին ժողովրդի հոգևոր կյանքը։ Այսօր ժողովուրդը էլ չի վստահում։ Եվ ասում է ես ոնց գնամ այլևս այս հոգևորականի ծերից հաղորդություն ստանամ, եւ որ չգիտեմ այս հոգևորականի ծերները երեք գիշեր ինչով էին սպառված։ Սարսափելի վիճակ է։ Եվ այսօր երբ որ ասում ենք եւ բարձրացնում ենք այս բոլորը, մարդիկ ասում են ինչի եք բարձրացնում։ Հստակ Հովանես Արաքյալը, Բողոս Արաքյալը Թեսաղոնիկեցիներին ասում է ծեր մեջի չարը դուրս շբրդեք։ Եվ այսօր ինչ որ անում է վարչապետը, ինչ որ անում ենք մենք, չարը դուրս շբրդելն է, չի կարելի չարը տեսնել եւ բահել եկեղեցու մեջ։ Տեր Արմեն, իսկ ձեր ամենատես աչքով ինչ կարող եք ասել, արդյոք փլուզվում է Գարեգին բայի հիերարխիան, այդ բուրգը, որը կառուցվել է տարիների ընթացքում։ Փլուզվել է, խորքի մեջ փլուզված է, այդ բուրգը փլուզված է, եւ ժողովրդի մեջ դա փլուզվեց։ Ես անցյալները թղթակիցների մեկին ասեցի, որ ես ուխտել էի, որ Հայաստան չայցելեմ, մինչեւ որ Քարեկինը այնքան ժամանակ որ Քարեկինը այս աթորին է, բայց ես արդեն գալիս եմ Հայաստան։ Շուտով գալիս եմ Հայաստան, որովհետև ինձ համար փլուզվեց, ինքը այլևս գաթողիկոս չէ։ Մենք չունենք աթոր ունենք, բայց թափուր աթոր է։ Փլուզված է Հերմինե ջան։ Ինչ իմաստով պետք է փլուզվի, այսին պետք է հրաժարի գնա։ Եվ որ դու քո արժանապատվությունը գործրել ես քո ժողովրդի հոգուն մեջ, ուրեմն դու արդեն վերջացած ես։ Բայց ես չգիտեմ ինչի է մարդը դակավին մնում, ով է բահում, ինչի է ուզում մնալ։ Ես գուցե երբեմն մտածում եմ, որ այս մարդը չի ուզում գնալ, որովհետև իր երթալով այդքան խայտարակություններ պիտի բացահայտվեն, որ ինքը չեր էլ պատկերացնի, որ այսքանը կբացահայտվի։ Օրինակ, Տեր Արմեն։ Չգիտեմ, ես ընդեր ինչեր է կատարվում, օրինակի համար անցյալները խոսում էին մի հատ վանք ունենք, հիմա մոռացա, ասում են այդ վանքի գից մի շենք կար, որ հյուրանոց էր, հետո այդ հյուրանոցը վերածել են եպիսկոպոսների հանգստյան դեր։ Եղբայր, դուք եպիսկոպոսները դուք հանգստի կոդի կարիք ունեք, դուք հանգստյան հյուրանոցների կարիք ունեք, դուք կոչված եք հանգստանալու, դուք կոչված եք ջակուար քշելու, դուք կոչված եք, չգիտեմ ինչ անի, դուք կոչված եք ժողովրդի մեջ լինելու, ժողովրդին ծառայելու։ Երեք օրինակի համար քադրներից մեկը եպիսկոպոսին հարցնում են, որ այս ջակուարը ծերն է, շատ սուկ ջակուար էր քշում։ Մարդը ասում է, չէ, իմը չի, ես պարզապես դա վարում եմ։ Բա ումն է։ Այսինքն փողոցի մեջ գտել ես եւ այդ ջակուարը քշելով եկել ես Էջմիածին, այսինքն այդ ավտոն ամեն մեկը կարող էր վերցնել քշել, դա կոնն է։ Ասում են իրան քո բիզնեսները, քո փողերը եւ ասում է իմը չի, ես պարզապես դնորեն եմ։ Բա ումն են, ում եք խապում։ Հերիք է ժողովրդին հիմարացնեք, հերիք է ժողովրդին ոչխարի գարկավիճակի մեջ մայել։ Այս ժողովուրդը այլևս ոչխար չի, այս ժողովրդի աչքերը այլևս բացվեցան, տեսնում է ճշմարտությունը։ Հերիք է։ Այսինքն երեկվա ժողովը ես անդրադառնալով դարձյալ երեկվա ժողով, այդքան արհամարեցին այս թղթագիծները, այսինքն թղթագիծներն էլ մոռացեք, արհամարեցին ամբողջ հայ ժողովուրդը, որ սպիրկով մեկ
միացրել է ուղիղ եթերը, որովհետեւ տեսնի դուք արշագին գարկալուց անելու եք, բաժելու եք, դուք թքած ունեք մեր վրա։ Դուք թքած ունեք ժողովրդի կարծիքի վրա, թե ժողովուրդը ինչ կասի, ինչ կմտածի, երբ են այս մարդիկը ժողովրդին մարդուդեղ դրել, որ մենք այսօր սպասում ենք, որ իրանք մեզ մարդուդեղ պիտի տնեն։ Հերիկա, էլի, հերիկա։ Լացելու վիճակ, ես ցավակցում եմ հայ ժողովրդին։ Ես իսկապես ցավակցում եմ։ Մենք կարծում ենք, որ մենք ունենք եկեղեցի, բայց եկեղեցի հիվանդ է, բայց պաստորեն մեր եկեղեցին հիվանդ չէ։ Մենք չունենք, մեռած է մեր եկեղեցին։ Շնորհիվ եկեղեցականաց տասին եւ ես սուկ եմ հայտարարում եւ ցավակցում եմ հայ ժողովրդին։ Իսկ հնարավոր է երկրորդ կյանք տալ եկեղեցուն, քանի որ ասում եք մեռած է։ Ինչպես կա, ես չգիտեմ, վարչապետը մտածում է, վարչապետը ինչ բան ունի, ինչ ծրագիրներ ունի, ես չգիտեմ, բայց ես տեսնում եմ, որ միայն պետք է աստվածային հրաշք կատարվի, որպեսզի այս եկեղեցին անգամ եւս կյանքի կոչվի։ Երկու ծաղիկով քարուն չի կա։ Քևորգ եպիսկոպոսով, չգիտեմ, մի երկու երեք եպիսկոպոսով քարուն չի կա։ Մենք պաստորեն ապացուցվեց մեր արչեւ, որ մենք ում ես վստահում, վարչապետ ջան, ում ես վստահում, ով է կյանք տալու, ինչպես ես նախադեսում այս եկեղեցու հոգևոր վերանորոգումը։ Այո, ուրախացանք ժողովուրդը գնում է, ես էլ հուզվեցի, որ 70 տարեկան այդ կինը եկավ եւ վարչապետի մոտեցավ, ասեց, որ ես առաջին անգամն է եկեղեցի եմ գալիս։ Այո, բայց ո՞նց ես տեսնում, վարչապետ ջան։ Ոնց ես տեսնում այս եկեղեցու հոգևոր վերանորոգումը, ես չեմ տեսնում, որովհետև այս եկեղեցու հիմքը սխալ դրվեց 26 տարիներ առաջ, եւ որ Գդրիչ Ներսիսյանը բազմեց գահին։ Ես ձեզ մի բան ասեմ, մի փագակից բան։ Երբ որ նախքան ընդրվի Կարեկինը, ինքը մի քանի եպիսկոպոսների առջև մի հատ սարսափելի արտահայտություն արել, սարսափելի։ Ասելա ես, եթե ընդրվեմ կաթողիկոս, ես այս եկեղեցուն ճագերտների մեջ դնեմ, որովհետև դա վարչապետի բանն է, վարչապետի խոսքն է։ Այսպես պիտի անեմ։ Ինչ եք սպասում։ Ինչ եք սպասում։ Այսինքն ոչ եթերային բառ է Տեր Արմեն, ճիշտ հասկացա։ Ոչ եթերային բառ է։ Տեր Արմեն, նաև կան խոսակցություններ, որ Գարեգին Բ-ի չհեռանալու պատճառներից մեկն այն է, որ փորձում է ժամանակ շահել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ եւ ընտրությունների արդյունքներով պայմանավորված հասկանալ կարող է տարբերակ է իր համար նաև հնարավորություններ են բացվում եւ ինքը այս արևիտակ իր տեղը ապահովում է։ Գիտեք, որ ըստ էության Գարեգին Բ-ն չի թաքցնում եւ սատարում է որոշ քաղաքական ուժերի, այդ թվում նախկին նախագահներին, հիմա մեր ձևով շարժման այդ ուժին եւ այսպես շարունակ։ Դուք շատ շուրախանան։ Մեր վարչապետը մնալու է։ Մեր վարչապետը մնալու է եւ վերաընտրվելու է։ Եվ եթե հանգած ժողովուրդը ընդրեց նախնիները կամ զիջեց կամ ենթարկվեց սրանց գերց քարոզություններին, այն ժամանակ ցեզ ասեմ, որ մենք որպես ազգ այլևս քոյադևելու իրավունք չունենք։ Մենք իրավունք չունենք։ Ուրեմն մենք արժանի ենք այն ինչին, որ ունենք։ Այսինքն ես չգիտեմ, մեր ժողովուրդը ինչքան հիմար պիտի լինի, որ անսա իրենց քարոզարշավին եւ անսա իրենց որոշումներին եւ վերադառնալ նախկինին։ Այսօրվա հայ ժողովրդի ապրած փառքը ոչ մի ժամանակ հայ ժողովուրդը չի ապրել։ Եվ մենք դա տեսնում ենք, այս ես չեմ տեսել, բայց ժողովուրդը խոսում է այն մասին։ Այսօր նորոգում կա Հայաստանում, լինեն ճանապարհները, լինի ազատ խոսքի իրավունքը, ամեն իմաստով այսօր ժողովուրդը ապրում է իր ազատությունը։ Ինչպես պիտի ընտրի նախնիներ եւ պիտի երթա այդ որոշման։ Ես չգիտեմ, ես վստահ եմ, որ անգամ եւս մենք ունենալու ենք միևնույն վարչապետը եւ միևնույն կառավարական կազմը, որ մեր երկիրը պիտի տանե դեպի ինքնաշխատություն եւ դեպի ազատություն։ Բացի այդ, եթե հագարակ եղավ,
ուրեմն ես կարծում եմ, որ այլևս մենք աստ կոչվելու իրավունք չունենք, այնքան ժամանակ, որ մենք ծախում ենք մեր ցայները եւ ծախում ենք մեր խիղճը փողով ուրիշը օգտել։ Ամեն դեպքում ինչու է Գարեգին իր հույսը կապում այդ նախկին ղեկավարների հետ, հիմա մեր ձևով շարժման հետ։ Դա վերջին հույսն է, դա վերջին հույսն է եւ ժողովրդական խոսքը ասում է, որ այն մարդը, որ խեղդվում է ծովի մեջ, եթե մի հատ փուշ մտեսնե, այդ փուշը կբռնե, որպես ինքը ազատվի այդ փուշով, չխեղդվի։ Հիմա իր վերջին փուշը այն է մնացել, որ ինքը նախկին իշխանությունները ետ վերադարձնի, որովհետև եթե այդ իշխանությունները չվերադարձան, ինքը վերջացած է, եւ պիտի վերջանա, եւ իր աչքը չի տեսնելու, որ նախկին իշխանությունները։ Տեր Արմեն, եւ Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որ նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Վերջին շրջանում մենք հաճախ ենք տեսնում, որ Մայր Աթոռը դուրս է բերում մեր սրբությունները հավատավոր ժողովրդին հրավիրելով դրանք տեսնելու։ Կարող ենք ենթադրել, որ այս կերպ Գարեգին փորձում է մարդկանց գեներացնել, հավաքել Մայր Աթոռում, ցույց տալու համար, որ ինքը դեռ սիրելի է, ընդունելի է հանրության համար որպես կաթողիկոս։ Եթե ասում եմ այդ իր ցերկի մեջի քեղարտին ինքը հավատում է, այդ քեղարտը իրեն պիտի քորացնի, բայց ինքը չի հավատում։ Իսկ երկրորդ, այդ քեղարտը մենք լավ գիտենք, որ այդ քեղարտը իսկական քեղարտը վաճառված է։ Սա իսկական քեղարտ արշակը ինքը խոստովանեց ետերով 2018-ի ժամանակ։ Իսկ երրորդ, բա եթե դուք հավատում եք քեղարտի զորությանը, բա մենք մերանք ցեզ ասելով պատերազմի օրերին, ինչու զանքերը չեք օանչում, ինչու քեղարտը չեք հանում, բա հիմա ոնց եղավ միանգամից ձեր վրա սրբություն սրբոցի իջավ, եւ հիմա դուք հիշեցիք, որ քեղարտով կարող եք ինչ-որ մի բան պաշտպանել, բա ինչու չպաշտպանեցիք, ինչու քեղարտը դուրս չանեցիք, ինչու։ Այսինքն այս բեմադրությունը դարձյալ ժողովրդին ոչխարի գարկավիճակով բահելու համար է։ Այսինքն եթե դակավին մնացել են մի քանի հավատացյալներ, որոնք դակավին լսում են ցեզ, դակավին հավատում են ցեզ, այդ խեղճերը պիտի գնան քեղարտի խաթիր, որպեսզի քեղարտին տպչեն օրհնությունը ստանան։ Բայց չէ, այդ ժողովուրդը այլևս նույն ժողովուրդը չէ։ Դուք քեղարդ էլ ձեր կբռնեք, դուք սուրբ խաչն էլ ձեր կբռնեք, այլևս ձեզ դա չի բարեխոսելու, որովհետև դուք այդքան չարացաք, այնքան անփարոյացաք, որ այլևս ժողովուրդը ձեզ չի հավատալու։ Դուք դուրս պետք է ելնեք, դա ես չեմ ասում, դա ժողովուրդը միայն չի ասում, դա ասում է Ավետարանը, եւ սա ավետարանական հրաման է ինձ, Նիկոլ Փաշինյանին եւ բոլոր մեր հավատավոր ժողովրդին, որ ասում է Հովանեսի նամակի մեջ, ասում է չարը ձեր մեջից դուրս հանեք, դուրս շբրդեք, թե չէ ամբողջ ազգը պիտի չարանա։ Եվ դա բադիժ է եկած մեր գլխին, դա բադիժ է, եւ մենք այդ բադիժից վերանալու համար պետք է բադիժի բաժարը մեր մեջից վերացնենք, եւ Գարեգին չէ, Գդրիչ Ներսիսյանը եւ իր բանդան պետք է դուրս շբրդվեն եկեղեցուց եւ այլևս իրենք այնտեղ գործ չունեն։ Եվ դա ով պիտի անի։ Դա պիտի չանի միայն վարչապետը, ոչ, դա պիտի անի ամբողջ հայ ժողովուրդը։ Այսօր հրամայական է, որ հայ ժողովուրդը կանգնի իր վարչապետի կողքին, արդարության կողքին եւ դուրս շբրդեն Գդրիչ Ներսիսյանը եւ իր բենդեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ Ուրիշ ջար չկա։ Թե չէ այս բադուհասը շարունակվելու է մեր գլխին։ Անգամ եւս գոչ եմ անում մեր ժողովրդին, ժողովուրդ, ըմպոստացեք ոչ թե երթակ քարեր բռնեք, նրանց սպանեք, ոչ, ըմպոստացեք եւ ձեր ըմպոստությունը հայտնեցեք եկեղեցի չգնալով։ Անգամ եւս եւ ամբողջական պատասխանատվությամբ եմ ասում։ Մեծ մասը ցերնատրված կահանաներին, որոնք այսօր ծառայում են եկեղեցիների մեջ, եթե ստացել են իրենց ցերնատրությունը Գարեգին Գդրիչ Ներսիսյանի հրամանով
եւ օրհնությամբ։ Եթե դա ստացել են ամպարո եպիսկոպոսի ցերկով, եթե դա ստացել են միասերական եպիսկոպոսի ցերկով, այդ ցերնատրությունները բոլորը անվավեր են։ Այնքան ժամանակ, որ տվյալ քահանաները չեն բարձրացնում եւ կոնե չեն խոստովանում, որ այո, եկեղեցուն գործում է անարդարություն։ Խեղճ մարդը դերարան մի դող գրեց, որ անարդարություն է դիրում եկեղեցուն, իրեն ամիջապես կարգալից արեցին։ Իսկ այսօր պաստերով, դեսանույթներով, ամեն ինչով այս մարդիկը իրենց ուխտը տրժել են, երեք հարցնում են եպիսկոպոսին, դու քո աղքատության ուխտը տրժել ես, բայց եթե չես տրժել, բայց կան հարստություն քեզ որտեղից։ Սրանք տրժել են իրենց կուսակրոնության ուխտը, տրժել են իրենց աղքատության ուխտը, տրժել են իրենց բարոյական ուխտը, ամեն տեսակով տրժել են։ Եվ նրա համար ասում եմ, ես ցավակցում եմ մեր ժողովրդին։ Մենք կարծում էինք մեր եկեղեցին հիվանդ է, բայց պաստորեն մեր եկեղեցին շնորհիվ այս ղեկավարներին մեռած է։ Հասեք ժողովուրդ, փորձեք յանք դալ, թե չէ մենք գործրել ենք մեր եկեղեցին։ Շնորհակալ եմ Տեր Արմեն։ Շնորհակալություն Էլմինե ջան, բարի օր ձեզ։ Հիշեցնեմ, որ Վառնայից տեսակապի միջոցով մեզ էր միացել Տեր Արմեն Քահանա Մելքոնյանը, կհանդիպենք։